Շատ լավ։ Ուրեմն անցած անգամ սահմանեցինք հետևյալ մեծությունը։ Եթե ունենք 4 հատ կոմպլեքս թիվ, կամ սահմանություն, սահմանեցինք այս 4 թվի կրկնակի հարաբերությունը հետևյալ կերպ։ Նախ կարելի էր սա ուրեմն սահմանել այսպես, պարզապես այս մեծությունն է, բաժանած Z2 հանած Z3 բաժանած Z2 հանած Z4, բայց կարող ենք նաև ուրիշ սահմանում տալ, ուրեմն ենթադրելու ենք, որ սրանք իրարից տարբեր են։ Կարող ենք նաև ուրիշ սահմանում տալ, անցած անգամ տեսանք, որ եթե վերցնենք Z2, Z3, Z4-ը, ապա գոյություն ունի միակ AZ պլյուս B բաժանած CZ պլյուս D այս տեսակի գծային, այսինքն սա կոտորակային գծային ձևափոխություն, որը Z2-ը արտապատկերում է 1-ի վրա, Z3-ը 0-ի վրա, Z4-ը անվերջության վրա, ու այս արտապատկերման տակ Z1-ի պատկերը սահմանեցինք որպես այս 4 թվերի կրկնակի հարաբերությունը։ Եկեք ցույց տանք, որ այն նման մեծությունը չի փոխվում, եթե կիրառում ենք կոտորակային գծային ձևափոխություն։ Ինվարիանտ է, երբ որ կիրառում ենք կոտորակային գծային ձևափոխություն։ Ապացույց։ Ասենք թե ունենք մի հատ տենց ձևափոխություն, ինչ ենք ուզում ցույց տանք, ուզում ենք ցույց տանք, որ երբ որ տենք կիրառում ենք Z1-ի, Z2-ի, Z3-ի, Z4-ի վրա, ու հաշվում ենք սրանց կրկնակի հարաբերությունը, ապա սա նույնն է, ինչ որ այս սկզբնական 4 կոմպլեքս թվերի կրկնակի հարաբերությունը։ Գոյություն ունի մի հատ ձևափոխություն, որ սրանց տանում է 1-0 անսահմանության, դրանում եկեք դնենք S։ Սա թող լինի այն ձևափոխությունը, որը Z2-ին տանում է 1, Z3-ին տանում է 0 ու Z4-ին տանում է անվերջություն։ Հիմա, եթե դիտարկենք S դե հակադարձ ձևափոխությունը, սա ինչ կանի, սա Z1-ին կտանի 1, Z2-ին, Z2-ին կտանի 1, Z3-ին տանի 0, Z4-ին կտանի անվերջություն։ Հետևաբար, եթե հիմա նայենք, թե սա եթե նայենք, թե այս կոտորակային գծային ձևափոխությունը ուր է տանում
TZ1-ին, դա կլինի TZ1-ի ու S3-ի կրկնակի հարաբերությունը, հա? Այսինքն ստեղ TZ1-ն է կարտապատկերվի TZ1, TZ2, TZ3, TZ4 կրկնակի հարաբերությունը, ըստ սահմանման։ Բայց այսինքն ինչ կարող ենք ասել։ Կարող ենք ասել, որ սա հավասար է այ սրա պատկերին, երբ որ կիրառում ենք այս ձևափոխությունը։ Սա հավասար լինելու S T հակադարձ կիրառած TZ1-ի վրա։ Սա կլինի SZ1-ը, բայց S-ը ոնց ենք սահմանել։ S-ը n կոտորակային գծային ձևափոխություններ, որը Z2, Z3, Z4-ին տանում էր 1 0 անվերջության, հետևաբար ըստ սահմանման Z1-ն է կգնա Z1, Z2, Z3, Z4-ի կրկնակի հարաբերությանը։ Այսինքն SZ1-ը լինելու է Z1, Z2, Z3, Z4 կրկնակի հարաբերություն։ Հենց այնտեղ ինչ որ պետք է ապացուցել։ Ինչի ենք սրանց մասին խոսում, այս կրկնակի հարաբերությունների մասին խոսում, ուզում էինք մենք անցած անգամ սկսել ենք խոսել նրա մասին, թե ոնց են կոտորակային գծային ձևափոխությունները գործում շրջանագծերի ու ուղիղ վրա, պարզվում է, որ այս կրկնակի հարաբերությունները կարելի շատ լավ բնութագրում են, թե շատ լավ բնութագրում են շրջանագծերին։ Ինչու՞ր է։ Եթե ունենք 4 կետ, ապա սրանք գտնվում են մի շրջանագծի վրա, այն եւ միայն այն դեպքում, երբ իրենց կրկնակի հարաբերությունը իրական թիվ է։ Սա իրական թիվ է։ Ապացույց դե եկեք դիտարկենք էլի այն ձևափոխությունը, որը սա է։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ սա այն կոտորակային գծային ձևափոխությունն է, որ սրան տանում է 1, սրան տանում է 0, սրան տանում է անվերջություն, Z-ին էլ տանում է այս կրկնակի հարաբերությանը։ Հիմա, ինչ է նշանակում, որ սա իրական է։ Սա կլինի իրական, դա նշանակում է, որ, եթե ստեղ ունեմ Z1, սա կլինի իրական, դա նշանակում է, որ S-ի արժեքը Z1-ում իրական թիվ է, հա? Այսինքն, այս կրկնակի հարաբերությունը իրական է, սա նույնն է, ինչ որ ասել, որ S-Z1-ը իրական է։ Այսինքն, հիմա այս Z1-ին եթե նայենք, Z2-ը իրական էր, Z3-ը իրական էր, Z4-ը անվերջություն է, սա նույնն է, ասել, որ այս Z1-ը իրականն է, սա նույնն է, ինչ որ ասենք, որ այս Z1-ը ու այս Z2-ը, այս Z3-ը ու այս Z4-ը իրանք նույն գծի վրա են։
Հիմա եթե սրանց վրա էսի հակադարձը կիրառենք, ինչ ենք ստանալու։ Ստանալու ենք Z1, Z2, Z3, Z4 քառյակը։ Այսինքն, բարձրորեն ինչ ունենք։ Մենք ուզում ենք տեսնենք երբ է այս մետրությունը, երբ է սրանց կրկնակի հարաբերությունը իրական, դա նշանակում է, որ սրանք մի գծի վրա են։ Մա իսկ եթե այս հակադարձն ենք կիրառում սրանց վրա, ստանում ենք այս մեր սկզբնական 4 կետերը, այսինքն մենք կարող ենք ցույց տալ, որ կամայական, իսկ այս հակադարձը ինչ է, ինչ որ կամայական կոտորակային գծային հարաբերություն, եթե ցույց տանք, որ կամայական կոտորակային գծային հարաբերությունը գծերը տեղափոխում են շրջանագծերի վրա, ապա կունենանք, որ սրանք անպայման պետք է լինեն շրջանագծի վրա։ Որտեղ այս հարաբերության իրական լինելը դա նշանակում էր, որ այս 4-ը նույն գծի վրա էին։ Այսինքն բավական է ցույց տալ, որ կամայական կոտորակային գծային ձևափոխություն եթե դիտարկում ենք իր արժեքները իրական առանցքի վրա, ապա ստանում ենք շրջանագիծ։ Շրջանագիծ լայն իմաստով, այսինքն կամ անվերջ շարավով շրջանագիծ, այսինքն գիծ։ Դե եկեք դիտարկենք, ասենք տեզ թե ինչ տեստ կարող է ունենալ։ AZ գումարած B բաժանած CZ գումարած D։ Այսինքն հիմա ստեղ ինչ ենք ուզում անենք։ Ուզում ենք տեսնենք, թե սա եթե կիրառենք իրական առանցքի վրա ինչ կունենանք, այսինքն մեզ հետաքրքրում է մենակ իրական Z-երը, եկեք T գրենք, որտեղ T-ն իրական թիվ է։ Մեզ այս արժեքներն են հետաքրքրում, ուզում ենք տեսնենք, որ սրանք շրջանագծի վրա են։ Եթե C-ն հավասար է 0, սա հեշտ է։ Եթե C-ն հավասար չէ 0, ապա սա կարող ենք գրել այս տեսքով։ AC-երորդը հանենք, գումարած, ստեղ կլինի ինչ-որ մի հատ թիվ, բաժանած, T գումարած, մեկ ուրիշ թիվ։ AC-երորդը երեթ առանցք, մի հատ ալֆա բետա թվեր կան, որ սա այս տեսք ունի։ Հիմա, եթե մտածենք այս ձևափոխության մասին, սա ինչ է անում, վերցնում է իրական առանցքը, T-ն պատկանում է իրական առանցքին, այսինքն իրական առանցքը վերցնում է, միացեն ձևափոխում է, հետո գումարում է AC-երորդ։ Այս AC-երորդ գումարելը ընդամենը ինչ է անելու, ընդամենը տեղաշարժելու է, այսինքն եթե մենք ունենք, որ սա արդեն շրջանագիծ է, ուրեմն այս տեղափոխելը էլի սրան շրջանագիծ կպահի։ Այսինքն բավական է ցույց տալ, որ նման բանն է շրջանագիծ, որտեղ սա ընդամենը տեղափոխություն է։ Այսինքն կարող ենք դիտարկել պարզապես առանց ընդհանրությունը խախտելու, կարող ենք ենթադրել, որ այս տեսքում։ Հիմա եկեք ալֆայի մասին մտածենք, ալֆան ինչ է անում։ Ալֆայի բացարձակ արժեքը, եթե դիտարկենք, ինքը ընդամենը ամեն ինչ ձգում է, իսկ ալֆան եթե գրենք պոլյար տեսքով, ապա սա ամեն ինչ ձգում է, սա էլ ընդամենը պտտում է։ Այսինքն ցույց տալ, որ սա է շրջանագիծ, նույնն է, ինչ որ ցույց տալ ալֆա հավասար 1 դեպքը։ Այսինքն առանց ընդհանրությունը խախտելու կարող ենք դիտարկել ալֆա հավասարը 1 դեպքը։ Ու այս հետաքրքրում է սրա արտապատկերումը, երբ որ T-ն իրական առանցքի վրա է, եթե բետան ինչ որ իրական մաս ունի, ապա այդ իրական մասը կարող ենք տալ T-ին ու ոչ մի բան չի փոխվի։ Այսինքն բետայի իրական մասը T-ին տալով կարող ենք ենթադրել, որ բետան լրիվ կեղծ է։ Բավական է դիտարկել այն դեպքը, երբ որ բետան լրիվ կեղծ է։
Այսինքն ստացանք սենց արտապատկերում T գումարած I C։ Ուզում ենք տեսնենք, որ սա շրջանագիծ է։ Այստեղ էլ սա ինչ է նշանակում։ Մեզ հետաքրքրում են բոլոր n օմեգաները, որ օմեգան կարելի է գրել այս տեսքով։ Մեկը բաժանած T գումարած I C, որտեղ T-ն իրական թիվ է։ Այսինքն մեզ հետաքրքրում են այն բոլոր օմեգաները, որոնց համար, եկեք ստեղից T-ն հաշվենք, T-ն կլինի մեկը բաժանած W հանած IC, ու մեզ պետք է, որ սա իրական լինի, բայց սա այն բոլոր օմեգաներն են, որոնց համար մեկը բաժանած W հանած IC իրական նշանակում է, որ ինքը հավասար է իր համալուծին։ Իսկ սա ինչ է նշանակում։ Կարող ենք գրել այսպես, 1 բաժանած օմեգա հանած IC-ն հավասար է 1 բաժանած օմեգայի համալուծ գումարած IC։ Դե եկեք հայտարարներից ազատվենք, կունենանք ինչ 2IC օմեգա օմեգայի համալուծ գումարած օմեգա հանած օմեգայի համալուծ հավասար է 0։ Եթե C-ն հավասար է 0, ունենք օմեգան հավասար է օմեգայի համալուծ, դա պարզապես գիծ է։ Եթե C-ն հավասար չէ 0, ապա կարող ենք քառակուսին բաժանենք այս 2IC-ի վրա ու քառակուսի անջատենք։ Սա օմեգա գումարած I բաժանած 2C, օմեգա համալուծ հանած I բաժանած 2C, մեկը բաժանած C քառակուսի։ Այսինքն ստեղ ինչ է գրած, դա գրած է օմեգա գումարած I բաժանած 2C-ի բացարձակարժեք հավասար է մեկը բաժանած 2C։ Այսինքն ստացանք շրջանագիծ։ Որի կենտրոնը մինուս I բաժանած 2C-ն է, շարավիղն է մեկը բաժանած 2C։ Հարցեր։ Կարելի է նաև երկրաչափական արգումենտ տալ, ինչ է նշանակում, որ սրանց կրկնակի հարաբերությունը իրական է, սա համարժեք է նրան, որ իրենց անկյունը արգումենտը լինի 0 կամ p, բայց սա ինչ է իրենասերքում, սա քանորդ է, այսինքն դա նույնն է, ինչ որ քանորդի դեպքում ինչ է լինում, անկյունները հանվում են իրարից, ստեղ Z3, Z4-ը, պետք է, եթե սա հավասար լինի սրան, Z2 հանած Z3 բաժանած Z2 հանած Z4, կամ ստեղ գումարած p, որովհետև այս կրկնակի հարաբերությունը ինչ էր իրանից ներկայացնում, դա ընդամենը այս երկու մեծությունների քանորդն է, մեզ պետք է, որ այդ կրկնակի հարաբերության անկյունը լինի 0 կամ p, բայց փաստորեն այս երկուսի քանորդի անկյունը պետք է լինի 0 կամ p, իսկ քանորդը հաշվելուց անկյունները հեռնում են իրարից։ Հիմա եթե երկրաչափորեն նայենք, սա ինչ է իրանից ներկայացնում, ասենք սա Z3 կետն է, սա Z4 կետն է, եթե ունենք Z1-ը, հիմա ինչ պետք է անենք, Z1 հանած Z3, դա կլինի սա, Z1 հանած Z4,
դա կլինի սա, դրանց կազմած անկյունն է մեզ հետաքրքրում, դա կլինի սա։ Եթե ունենք ինչ-որ մի հատ Z2 կետ, նույն ձևի եթե ստեղ դիտարկենք դրանց կազմած անկյունը, սա կլինի սա։ Բացառեն մեզ պետք է, որ այս երկու անկյունները իրար հավասար լինեն, իսկ դա նշանակում է, որ եթե կառուցենք այս Z1, Z2, Z4-ով անցնող շրջանագիծը, ապա Z2-ը կլինի այդ շրջանագծի վրա։ Իսկ երբ այս անկյունների գումարը π կլինի, դա էլ այն դեպքն է, երբ որ այս պատկերն ունենք, այստեղ ինչ է լինում, երբ որ անկյունը հաշվում ենք, սա ոնց որ եթե վերցնենք այս անկյան չափը, բայց հաշվենք սրա արգումենտը կլինի սրա հակադարձը, այս անկյան, հակադարձ գումարման նկատմամբ, այսինքն ստեղ էլ ստացվում է այն դեպքում, որ այս երկու անկյունների գումարը π է, էլի դա նշանակում է, որ Z2-ը Z1, Z3, Z4-ով անցավ շրջանագծի վրա։ Ասեն ինչ ստացանք։ Ստացանք, որ ուրեմն 4 կետ կլինեն շրջանագծի վրա, այն եւ միայն այն դեպքում, երբ որ իրանց կոտորակային կրկնակի հարաբերությունը իրական թիվ է։ Մինչև այդ էլ տեսել էինք, որ եթե կրկնակի հարաբերություն ենք հաշվում ու հետո կիրառում ենք այս մեր կետերի վրա, կիրառում ենք կոտորակային գծային ձևափոխություն, ապա դա չի փոխվում։ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ եթե կիրառում ենք կոտորակային գծային ձևափոխություն շրջանագծի վրա, այսինքն դա ինչ է նշանակում, դա նշանակում է նենց կետեր ենք վերցնում, որ այդ կետերի կրկնակի հարաբերությունը միշտ իրական թիվ է, եթե այդ կետերի կրկնակի հարաբերությունը միշտ իրական թիվ է, ապա ինչ կոտորակային գծային ձևափոխությունը կիրառենք, էլի միշտ իրական թիվ կլինի, հետևաբար պատկերները նույնպես կլինեն շրջանագծի վրա։ Այսինքն կոտորակային գծային ձևափոխությունը միշտ շրջանագծերը արտապատկերում է շրջանագծերի վրա։ Հարցեր։ Այս այսինքն կամայական ուղի դեպքում է, ճիշտ, ոչ միայն եռի, չէ։ Որ մասը։ Այս նախորդը։ Հա։ Հա, դե մենք ինչ ասեցինք։ Ասեցինք եկեք ես արգումենտի սկզբի մասը նորից կրկնեմ, հա։ Ուրեմն մենք ունեինք կամայական 4 կետ, ուզում ենք տեսնենք երբ են սրանք մի շրջանագծի վրա։ Հիմա ինչ ասեցինք։ Ասեցինք, ուզում ենք ցույց տանք, որ դա նույնն է, ինչ որ սրանց կրկնակի հարաբերությունը իրական թիվ է։ Ասեցինք, եկեք դիտարկենք n ֆունկցիան հատուկ մի հատ կոտորակային գծային ձևափոխություն կա, որ z2-ին արտապատկերում է 1-ի վրա, z3-ին 0-ի վրա, z4-ին անվերջության վրա։ Եկեք վերցնենք հենց այդ հատուկ այս կոտորակային գծային արտապատկերումը։ Ու դիտարկենք ուր է ուղարկում այս կոնկրետ S-մի ձևափոխությունը Z1-ին։ S-ի արժեքը Z1-ում հավասար է հենց այս հարաբերությանը։ Այսինքն մենք ինչ ենք ուզում ցույց տանք, մենք ուզում ենք ցույց տանք, որ մեր ինչ որ ուզում ենք ցույց տանք համարժեքը հետևյալին, որ S4 կետերը
կլինեն շրջանագծի վրա, այն եւ միայն այն դեպքում, երբ որ սա կլինի իրական թիվ։ Կոնկրետ S ձևափոխության համար։ Բայց հիմա եթե դիտարկենք, փաստորեն ինչ է նշանակում սա իրական թիվ է։ Եթե դիտարկենք S4 արժեքները, ապա S4 արժեքները ինչ են։ Սա սա 1 է, սա 0 է, սա անվերջություն է։ Այսինքն մեզ պետք է, որ սա էլ իրական թիվ լինի։ Դա նշանակում է, որ մեզ պետք է, որ այս 4-ը լինեն մի գծի վրա։ Հիմա ինչ ենք անում։ Ասում ենք եկեք դիտարկենք էսի հակադարձ ձևափոխությունը։ Էսի հակադարձ ձևափոխությունը ինչ կանի։ Այս Z1, Z2, Z3, Z4-ին արտապատկերում է այս 4 կետերի վրա։ Բացեն, ուրեմն մենք ինչ ենք ուզում ապացուցենք։ Մենք ուզում ենք ապացուցենք, որ այս 4-ը կլինեն շրջանագծի վրա, այն եւ միայն այն դեպքում, երբ որ այս 4-ը մի գծի վրա է։ Իրական առանցքի վրա է։ Հա? Հիմա եթե ցույց տանք, որ գծային կոտորակային գծային ձևափոխությունները իրական առանցքը տեղափոխում են միշտ շրջանագծի վրա, կստանանք, որ այս սրա իրական թիվ լինելը համարժեք է նրան, որ այս 4-ը լինեն մի շրջանագծի վրա։ Հարցը այն էր, որ այդ կոտորակագծայինները փաստորեն ոչ միայն R-ն են շրջանագծերի տանում, այլ ցանկացած ուղիղ։ Հա, կներեք, եթե հարցը երևի սխալ է հասկացել։ Հա, ապացուցեցինք, որ այդ կոտորակային գծային ձևափոխությունները կամայական շրջանագից, մասնավորապես կամայական ուղիղ տեղափոխում են մեկ ուրիշ շրջանագծի կամ ուղիղ գծի։ Այսինքն բոլոր շրջանագծերն ու բոլոր ուղիղ գծերը տեղափոխվում են էլի շրջանագծերի ուղիղ գծեր։ Մերսի։ Նաև եկեք հիշենք, որ քանի որ կոտորակային գծային ձևափոխությունները անալիտիկ են, ապա իրանք նաև կոնֆորմալ են։ Այսինքն իրանք միշտ անկյունները պահպանելու են։ Եթե ունենք օրինակ շրջանագիծ ու օրինակ շրջանագծից ելնող այս գծերը, ինտերնետ կենտրոնից ելնող այս ճառագայթները դիտարկենք, ապա արդյունքում ինչ է լինելու։ Սրանք բոլորը արտապատկերելու են էլի շրջանագծերի կամ ուղիղ գծերի, ու այս օրինակ եթե այս գծերը ես գծեցի, այս անկյունները 90 աստիճան են, ապա ուր որ սրանք արտապատկերվել են, էլի լինելու են շրջանագծեր ու ուղիղ գծեր, բայց օրինակ այս անկյունները պահպանվելու են։ Իմիջիայլոց անցած անգամ սրա մասին խոսեցինք, բայց շեշտեցի, ինչ ստացանք։ Անցած անգամ ստացանք, որ մի քիչ շեղվում է այս անգամվա դասից, բայց երկար չի տևի։ Եթե ուրեմն ունենք ֆունկցիա f, որը ուներ անընդհատ առաջի մասնակի ացանցիալները ըստ x-ի y-ի, ըստ իր կոմպլեքս փոփոխականի իրական եւ կեղծ մասերի, ուրեմն եթե սրանք գոյություն ունեն ու անընդհատ են, ու f-ը եթե կոնֆորմալ է, այսինքն ինքը անկյունները պահպանում է, ստեղից մենք ստացանք, որ f-ը անալիտիկ է։ Բայց դեռ չենք ապացուցել, բայց մի քանի անգամ արդեն նշել եմ, որ անալիտիկ ինչ ենք, անալիտիկ սահմանել ենք որպես գոյություն ունի ացանցիալ, բայց մենք նաև կապացուցենք, որ եթե մեկ անգամ ացանցելի է, ապա անվերջ անգամ ացանցելի է։ Այսինքն անկյունների պահպանումից ու այս առաջի մասնակի ացանցիալների գոյություն անընդհատ գոյություն ունենալուց անընդհատ լինելուց նաև կհետևի, որ ֆունկցիան պետք է սահմանման տիրույթում ամենուրեք անվերջ ացանցելի լինի։
Ամ, Ուրիշ հարցեր։ Մի հատ հարց, որ ինձ թվում է տենց ահագին շեղում է, բայց դա Ահա։ ը, երկրաչափության մեջ են, բան դպրոցի հարթաչափության մեջ դες ինվերսիան ծանոթ, հա, կամ դա անալոգս Ինվերսիա։ հա, հա, Ա, ինչ որ կենտրոնով ինչ որ շարավղով ձևափոխություն է, որ ենթադրենք C կենտրոնով R շարավղով, որ P կետը տանում է P շտրիխ կետին, եթե CP անգամ CP շտրիխը հավասար է R քառակուսի ու CP P շտրիխը նույն ուղի վրա Հենց հիմա են, դրա մասին ենք խոսալու։ ոնց որ էդ էլ է cross Հենց ratio-ները հիմա դրա պահում, մասին ենք հա, խոսալու։ հա, լավ, օքեյ։ Սիմետրիա։ Իսկ մի միջանկյալ հարցել կարող ես տամ։ Խնդրեմ։ Մի ոնց որ այս հատուկ մապինգի իմաստը բացի ինչ որ PD-ներ դիտարկելուց ու ինչ որ հարմոնիկ ֆունկցիաներ դիտարկելուց ինչ որ էլի մոտիվացիա կա, թե ոնց որ PD-ներ կան որոշ, որ conformal map-ով ինչ որ փոխում ես լուծելու նոմա։ Բացի դրանից ինչ որ կիրառություն ունի, թե Ասացիք դրա համար։ հատուկ mapping, ինչ հատուկ մա, այս նկատի ունեք այս գծային ձևափոխությունները։ Հա, այս cross ratio-ի մասին է Հա, կոնկրետ։ ամ, նախ հա cross ratio-ի մասին։ Դե cross ratio-ն կարելի է եկեք այս սիմետրիայի օրինակ իր միջոցով չնայած իր միջոցով։ Չէ, դա ընդհանրապես ինչ որ գործիք է, cross ratio-ն ընդհանրապես ինչ որ գործիք է, որ ինչ որ մեծություն 4 կետերի համար ինչ որ մեծություն ենք հաշվում, որը հնարավորություն է, ասենք, տալիս parzել, ասենք, օրինակ 4 կետերը շրջանագծի վրա են, թե չէ, հա, ինքը ընդհանուր առմամբ իրականում cross ratio-ն ընդհանրապես եթե նայենք sense, եթե կամայական գծային այդ կոտորակային գծային ձևափոխություն վերցնենք, ինքը իրականում կարելի ասել cross ratio է, որովհետև այդ կոտորակային գծային ձևափոխությունը կարող ենք նայել ուր է տեղափոխում 1-0 անվերջություն կետերը կամ որ կետերին է տեղափոխում 1-0 անվերջություն կետերի վրա, ու որ կետերին, որ ինքը տեղափոխում է 1-0 անվերջություն կետերի վրա, ինքը դրանց համապատասխան ոնց որ cross ratio-ն է, հա։ Այսինքն կարելի ասել քիչ թե շատ հարցը այն է, թե իսկ ում են պետք այս կոտորակային գծային ձևափոխությունները, իրանք տարբեր տեղեր են իհայտ գալիս, մասնավորապես սրա մասին բաց թողեցի չխոսեցի, բայց օրինակ մի հատ կարևոր խումբ կա, որի տարրերը կարելի է դիտարկել որպես հենց այս մեծությունները, այսինքն օրինակ այդ խումբը ուսումնասիրելուց կարելի է սրանք ի հայտ են գալիս պրոյեկտիվ, սա կապ չունի սրա հետ, բայց օրինակ այս խումբի տարրերը կարելի է դիտարկել որպես կոտորակային գծային ձևափոխություններ, ուրիշ առումով կարելի ասել, ասենք ոնց որ ինչ որ առումով ամենապարզ ձևափոխություններն են, գծային ձևափոխություններն են, մենակ եթե գծային դիտարկենք սրանք են, ապա կանոններն ենք թողնում։ Ոնց որ իրանք բնական են, որ դիտարկել են, այսինքն ինչ որ ամենապարզ ձևափոխություններն են, ամենապարզ կոնֆորմալ, ամենապարզ ոնց որ անալիտիկ ձևափոխություններն են, ինչ որ առումով բազմանդամներից բացի։ Ոնց որ մոտիվացիաներից մեկն էլ դա է։ Բայց սա մի քիչ ավելի ոնց որ հանրահաշվական մոտիվացիա լինի, այս խումբը ուսումնասիրելը։ Այսինքն սա ինչի նկատի ունեմ, պրոյեկտիվ տարածության ոնց որ գծային ձևափոխություններն են երկչափանի։ Եթե ուզում եք կարող եմ սրա մասին հաջորդ անգամ մի քանի բառ ասել, կամ կարող եք կարծեմ գրքի մեջ էլ կա սրա մասին գրել։ Լավ, շատ լավ, շնորհակալ եմ։ Ուրիշ։ Հավաքեք խոսենք սիմետրիայի մասին, ուրեմն ինչի նկատի ունեմ սա ասելով, շատ կարևոր դեր է կատարում այս համալուծ ֆունկցիա։ Սա ինչ են իրենից ներկայացնել, եթե ունենք այս իրական առանցքը, ինչ որ մի հատ կետ ենք վերցնում, z-ի համալուծը իրական առանցքի նկատմամբ ինչ է։
Վերցնում ենք իրական առանցքի նկատմամբ z-ի սիմետրիկ կետը։ Դե ընդհանուր առմամբ կարող ենք կամայական, եթե ուղիղ վերցնենք կամայական ինչ-որ մի հատ z, կարող ենք ասել, որն է այս ուղի նկատմամբ այս կետի սիմետրիկը, ասենք աստղանիշով եկեք նշանակենք։ Բայց ինչ որ առումով մենք տեսնում ենք, որ այս կոմպլեքս հարթության մասին երբ որ խոսում ենք, գուցե տարբերություն պետք չի դնել ուղիղ գծերի ու շրջանագծերի մեջ։ Եկեք փորձենք այս սիմետրիկ կետի գաղափարը ընդհանրացնենք շրջանագծերի վրա, հա? Այսինքն ընդհանրենք ունենք մի հատ շրջանագիծ, ու ունենք մի հատ կետ։ Ոնց սահմանենք այս շրջանագծի նկատմամբ այս կետի սիմետրիկ կետը։ Ուրեմն այս շրջանագծի նկատմամբ, հա։ Ինչպես սա սահմանենք։ Դե բնական է, որ ասենք այս դրսի կետի սիմետրիկը երևի ներսում պետք է լինի, ներսի կետերի սիմետրիկն էլ դրսերում պետք է լինեն։ Բայց ասենք այդ նույն սահմանումը տալ, որ ասենք օրինակ եթե սա վերցնենք, սրա սիմետրիկ թող լինի սենց, միացնենք սրա նույն չափի շարունակենք այս կողմ, դա լավ սահմանում չի լինի, որովհետև նախ էս մեջտեղի կետի համար պարզ չի ինչ կլինի, հետո էլ իսկ այս հեռու կետերի համար ինչ պետք է անենք։ Ամեն ճիշտ հատկությունները չի ունեն։ Այնպես է, որ մեջտեղի կետի համար ճիշտերն չի աշխատում։ Մի քիչ բարձր, հա, հեռվից լավ չի լսվում։ Մեջտեղի կետի համար ճիշտ ձևն էլ ոչ մի կետ չի տալիս։ Դե տալիս է անվերջություն։ Բայց սենց մեջտեղի կետը հենց էտալ չի լինում նորմալ։ Ինչ։ Սենց մեջտեղի կետը նորմալ չի լինում, հենց ծնում շարունակում ենք։ Դե մեջտեղի կետը որ համեմատենք որ ուղղությամբ շարունակեմ։ Հա, լավ։ Ուզում ենք ամենամոտիկ կետը վերցնենք, անգամ տանենք։ Հա, դե ասենք կարող եմ ասենք փորձենք, եթե փորձենք ինչ-որ սենց պրիմիտիվ ձևով սահմանենք, ասենք ինչ կետ վերցնեմ, կարող եմ շարավղին միացնել կենտրոնին ու այդ նույն չափով արտապատկերել են կողմ։ Ինչ անենք։ Դե եթե ասում ենք, որ շրջանագծերը փաստորեն ուղիղ գծերի չեն տարբերում, մենք ձև գիտենք շրջանագծերը ուղիղ գծերին ձևափոխելու։ Եկեք հենց դա էլ անենք։ Եկեք օրինակ վերցնենք մի կոտորակային գծային ձևափոխություն, որ իրական առանցքը ձևափոխում է այս շրջանագծի վրա, հա։ Որը իրական առանցքը տեղափոխում է կոմպլեքս այս շրջանագծի վրա, կոմպլեքս հարթության վրա։ Դե ոնց ենք դա անում։ Ասենք կարող ենք վերցնել կամայական իրական առանցքի վրա 3 կետ, որոնք ուզում ենք։ Վերցնենք այս մեր C շրջանագծի վրա 3 կետ։ Կարող ենք գտնել ինչ-որ մի ձևափոխություն, որ սրանց տեղափոխվում է սրանց վրա, կոտորակային գծային ձևափոխությունը։ Կամ օրինակ կարող ենք սենց անել։ Կարող ենք վերցնել օրինակ ստեղ վերցնել 1 0 անվերջություն կետերը, ստեղ վերցնել կամայական Z2 Z3 Z4 կետ, գոյություն ունի միակ կոտորակային գծային ձևափոխություն, որը Z2-ը արտապատկերում է 1-ի վրա, Z3-ը 0-ի Z4-ը անվերջության,
այդ արտապատկերումն էլ այս ամբողջ շրջանագիծը կարտապատկերի իրական առանցքի վրա, որովհետև կոտորակային գծային ձևափոխությունները շրջանագծերը տեղափոխում են շրջանագծերի վրա, իսկ 3 կետով անցնող գոյություն ունի միակ շրջանագիծ։ Կամայական 3 տարբեր իրարից կետերով անցնող գոյություն ունի միակ շրջանագիծ։ Այսինքն, այս շրջանագիծը պետք է տեղափոխվի, ինչ որ մի հատ ուրիշ շրջանագծի վրա, բայց այդ շրջանագիծը անպայման պետք է անցնի այս 3 կետերով, այսինքն անպայման պետք է լինի իրական առանցք։ Այսինքն նման բան միշտ կարող ենք գտնել։ Հիմա ինչ կարող ենք անել, եթե ունենք մի հատ W կետ, այստեղ W կետ ունենք, հա։ Ինչ կարող ենք անել։ Կարող ենք W-ն հետ արտապատկերել, տեսնենք այստեղ ինչ է ստացվում։ Այստեղ սիմետրիկ կետը վերցնել, ու հետո T-ով էլի առաջ արտապատկերել։ Սա կլինի T հակադարձ W։ Եկեք սա էլ տանք որպես սիմետրիկ կետի սահմանում, ուրեմն define, ուրեմն եթե ունենք մի հատ շրջանագիծ ու մի հատ կետ, ուրեմն W-ի սիմետրիկ կետը ըստ C-ի, ըստ C-ի, թող լինի սա։ Մենակ ստեղ ինչ հարց է առաջանում։ A-ից կախվածա թե չէ։ A-ից կախվածա թե չէ, որովհետև տեն միակը չէր, որովհետև այստեղ կարող ենք վերցնել կամայական 3 կետ, ոչ թե հենց այս 3, այլ կարող ենք ուրիշ 3 կետ վերցնել ու կարող ենք ստանալ լրիվ ուրիշ արտապատկերում այս շրջանագծից, իրական առանցքից շրջանագծի վրա։ Դա եկեք ենթադրենք ունենք երկու տարբեր S, որոնք այդ նույն բանը անում են, հա, այսինքն որոնք այդ երկուսն էլ իրական առանցքը տեղափոխում են նույն C շրջանագծի վրա։ Ու երկուսն էլ բնականաբար պետք է լինեն կոտորակային գծային ձևափոխություն։ Ինչ պետք է ցույց տանք։ Պետք է ցույց տանք, որ եթե ըստ S-ի հաշվենք սիմետրիկը, այսինքն եթե վերցնենք սա, ու ըստ T-ի հաշվենք սիմետրիկը, ապա սրանք կլինեն հավասար։ Այսինքն պետք է ցույց տանք, որ T հակադարձ S, S հակադարձ W հավասար է T հակադարձ W-ի համալուծին։ Բայց եթե հիմա այս ձևափոխությունը դիտարկենք, սա ինչ է անում։ S-ը իրական առանցքը ձևափոխում էր մեր C շրջանագծի վրա, իսկ T-ն C-ն T-ն էլ էր մեր իրական առանցքը տեղափոխում մեր շրջանագծի վրա։ Այսինքն T-ի հակադարձը C-ն է տեղափոխում իրական առանցքի վրա։ Այսինքն S-ը իրական առանցքը տեղափոխում է C-ի վրա, T հակադարձն էլ հակառակը հետ է բերում։ Այսինքն այս T հակադարձ S-ը R-ը արտապատկերում է R-ի վրա։ Այսինքն կոտորակային գծային ձևափոխություն է, որ իրական առանցքը չի փոխում։ Սա ստուգեք որպես վարժություն, եթե չստացվի հաջորդ գործնականին քննարկեք։ Ուրեմն, եթե կոտորակային գծային ձևափոխությունը իրական առանցքին է ձևափոխում, ապա եթե իրան գրենք այս տեսքով, ապա հնարավոր է այնպես գրել,
որ A, B, C, D լինեն իրական թվեր։ Դե կամ անվերջ։ Տեսա գոստակային հայացք։ Հա, շատ լավ։ Ամ, Այսինքն, ստեղից ինչ է հետևում, որ սա իրական ձևափոխություն է։ Իսկ եթե իրական ձևափոխություն ունեն, ինչ որ մի կետի, հիմա եթե ստեղ z-ի տեղը z համալուծը դնեմ, կարող եմ ձևափոխություն անել նոր համալուծ հաշվել։ Այսինքն սա հաշվելուց կարող եմ սկզբում ձևափոխությունը կիրառել, հետո նոր համալուծը հաշվել։ Որտեղ այս ամբողջի համալուծը նույնն է, ինչ որ z-ի համալուծը պարզապես հաշվենք, եթե ABCD-ն իրական թվեր։ Բայց սա էլ ինչ իրան է, t հակադարձ w-ի համալուծ։ Այսինքն էներ ինչ որ մեզ պետք էր ապացուցել։ Այսինքն ստացանք, որ այս աստղանիշը իրականում սահմանված է։ Կախված չի մեր ձևափոխությունից։ Կարելի է ուրիշ ձև այս նույն մեծությունը բնութագրել։ Ասենք ունենք երկու կետ Z, Z աստղանիշ ու հարց տանք, երբ են սրանք սիմետրիկ ըստ C-ի։ Ասենք թե 3 կետ ունենք, որ C-ի վրա են։ Ասենք թե Z2, Z3, Z4-ը պատկանում են C-ին։ Կարելի է ցույց տալ, որ սա ճիշտ է շատ կարելի ասել արել ենք, որ Z աստղանիշը սիմետրիկ են ըստ C-ին։ Սա համարժեք է, որ եթե հաշվենք սրանց կրկնակի հարաբերությունը Z աստղանիշի ու Z2, Z3, Z4-ի, սա նույնը կլինի ինչ որ Z-ի ու Z2, Z3, Z4-ի կրկնակի հարաբերության համալուծը։ Մասնավորապես ստեղից ինչ կարող ենք եզրակացնել, որ երբ ինչ որ մի կետի սիմետրիկը կլինի հենց ինքը, այն դեպքում, երբ որ ինքը, այսինքն սա երբ տեղի կունենա, երբ որ Z, Z2, Z3, Z4-ը հավասար լինի իր համալուծին, որը նշանակում է, որ Z, Z2, Z3, Z4-ը իրական է, որը նշանակում է, որ այս կետերը մի շրջանագծի վրա են, այսինքն Z կետը պետք է լինի C շրջանագծի վրա, որը բնական է, այսինքն եթե սիմետրիա ենք սահմանում, շրջանագծի վրայի կետերը իրանք իրենց սիմետրիկ կետերն են ունելու շրջանագծի նկատմամբ։ Եկեք մի բան էլ ստուգենք։ Ենթադրենք ունենք C-ն, որը շրջանագիծ է, ու ունենք Z աստղանիշ կետերը, որոնք սիմետրիկ են ըստ C։ Մենք եկեք կիրառենք մի կոտորակային գծային ձևափոխություն։ Եթե վերցնենք C-ից կամայական տարբեր 3 կետ, ապա մենք ինչ գիտենք։ Մենք գիտենք, որ եթե կոտորակային, եթե հաշվենք կրկնակի հարաբերությունը,
Ապա սա չի փոխվում։ Բայց քանի որ z աստղանիշն ու z-ը սիմետրիկ են այստեղ շրջանագծի, սա պարզապես սրա համալուծը կլինի։ Այսինքն ստեղ ինչ ունենք, ստեղ ունենք tz, tz2, tz3, tz4։ Սրա համալուծը։ Այսինքն ստացանք, որ սրանք էլ իրար են հավասար։ Որը ինչ է նշանակում, որը նշանակում է, որ այս երկուսը իրար սիմետրիկ են S3 կետով անցնող շրջանագծի նկատմամբ։ Այսինքն ստացանք, որ կոտորակային գծային ձևափոխությունները պահպանում են սիմետրիկությունը։ Կամայական շրջանագծի նկատմամբ։ Կամ կամայական ուղիղ գծի նկատմամբ։ Հարցեր։ Կարելի է սիմետրիկը իրական սիմետրիկ կետը կարելի է կոնկրետ հենց հաշվել ու Վահանամ ինչ որ բանաձև էր ասում, կարող եք ստուգել, որ եթե ասենք եթե C ասենք C-ի կենտրոնը A է, շարավիղն էլ R, ապա Z աստղանիշը բավարարում է այս հավասարմանը, Z աստղանիշ հանած A անգամ Z-ի կոմպլեքս համալուծ հանած I համալուծ հավասար է R քառակուսի։ Մասնավորապես ստեղից ինչ է հետևում, ստեղից հետևում է, որ Z աստղանիշ հանած A-ն ու եթե ստեղ ինչ կարող ենք, այստեղ կարող ենք բազմապատկել բաժանել Z հանած A, Z հանած A անգամ Z համալուծ հանած A համալուծ, սա այստեղ է, սա հավասար լինելու R քառակուսի, բայց սա իրական է, այսինքն տեսնում եք, որ սա իրական է լինելու ու առավել ևս կարող ենք ասել, որ դրական թիվ է լինելու, դե կամ 0, եթե Z աստղանիշը A լինի, սա իրական դրական թիվ է լինելու, որը ինչ է նշանակում, եթե ունեմ իմ շրջանագիծը, սա A կետն է, եթե ունեմ Z-ը, Z հանած A-ն սա է, այսինքն Z աստղանիշ հանած A-ն պետք է լինի Z հանած A-ի դրական բազմապատիկ, այսինքն ստանում ենք, որ Z հանած Z աստղանիշը պետք է լինի AS ճառագայթի վրա ինչ-որ մի կետ։ Միակ հարցն է, թե ինչքան հեռու է, դա էլ կարելի է հաշվել։ Հարցեր։ Լավ, հիմա եկեք մի քիչ ուսումնասիրենք մեր մինչև հիմա տեսած էլեմենտար անալիտիկ ֆունկցիաները։ Օրինակ, սենց ֆունկցիաներ ենք դիտարկել։ Ինչ են անում այս ֆունկցիաները։ Ոնց են իրանք բան, ոնց են արտապատկերում, հա, ասենք օրինակ, եթե ես ուզում եմ ասենք իրական թվերի վրա fx-ը, ասենք իրական թվերի վրա այս ֆունկցիան հասկանալ, կարող եմ իր գրաֆիկը գծել,
Ինչ որ ձևով պատկերացում կազմել, թե այս ֆունկցիան ոնց է իրեն դրսևորում։ Հիմա գրաֆիկի փոխարեն, որովհետեւ պատկերացնենք, թե ասենք այս ֆունկցիան ինչ է անում, կարող ենք ինչ որ ձևով փորձենք հասկանալ, թե ասենք հարթությունը ոնց է ձևափոխում։ Եկեք օրինակ դիտարկենք թե տարբեր ուղիղներ կամ տարբեր շրջանագծեր այս ֆունկցիայի տակ ոնց են ձևափոխվում։ Կոնկրետ այս մեկը այնպեսին է, որ առանց դրա էլ կարող ենք ինչ-որ ձևով բնութագրություն տալ, բայց եկեք դիտարկենք տարբեր շրջանագծեր ու ուղիղներ։ Իսկ բան հարցնեմ, այս ալֆան ինչ է? Ալֆայի արժեքները ինչ է? Ինչ որ իրական թիվ։ Լավ, շատ լավ։ Եթե հիմա մտածենք ուրեմն այս օմեգայի անկյան մասին, ինչ կարող ենք ասել, որ օմեգայի անկյունը դա կլինի ալֆա անգամ z-ի անկյուն։ Իսկ եթե դիտարկենք օմեգայի բացարձակ արժեքը, ապա սա կլինի z-ի բացարձակ արժեքի ալֆա աստիճան։ Հիմա, եթե այս երկրորդ հատկությունը նայենք, սա ինչ է ասում։ Եթե վերցնենք այն կետերը, որտեղ բացարձակ արժեք z-ը հաստատուն է, այսինքն եթե վերցնենք 0 կենտրոնով շրջանագծեր, ապա իրանց պատկերների համար բացարձակ արժեքը նույնպես հաստատուն է լինելու։ Այսինքն նման արտապատկերումը ինչ է անում։ Եթե վերցնենք ուրեմն 0 կետում կենտրոն ունեցող շրջանագծերը, ապա պատկերները նույնպես կլինեն զրո կետում կենտրոն ունեցող շրջանագծեր։ Սա ինչ է ասում։ Եթե այս մյուսը դիտարկենք, եթե z-ի անկյունը կայուն պահենք, չփոփոխենք, հաստատուն պահենք, ապա w-ի անկյունն էլ հաստատուն կլինի, պարզապես ալֆա անգամ մեծ։ Այսինքն, սա նշանակում է, որ եթե ճառագայթ վերցնենք, ապա ուտե արտապատկեր ենք կսցրը, նորից ճառագայթ կստանանք։ Այս շրջանագիծն էլ ինչ-որ մեկ ուրիշ շրջանագիծ է դառնում։ Դա ինչ-որ ձևով պատկերավոր ձևով բնութագրում է այս արտապատկերը։ Ուրիշ ձևով կարողանանք բնութագրել այս դեպքում։ Արտապատկերում են ուրիշ ուրեմն ճառագայթների 0-ից։ Եթե օրինակ ավելի կոնկրետ, եթե դիտարկենք, ասենք z քառակուսի ֆունկցիան, սա ինչ է անում։ Սա հեռավորությունները քառակուսի է բարձրացնում, անկյուններն է կրկնապատկում։ Ասենք z խորանարդը հեռավորությունները խորանարդ է բարձրացնում, անկյունները եռապատկում են։ Մեկ ուրիշ ձև կա պատկերացնելու։ Փաստորեն, եթե ունենք ուրեմն այս ճառագայթը վերցնենք, այնակ այս ճառագայթի վրայի կետերը վերցնենք, եւ որ քառակուսի ենք բարձրացնում, ինչ է սրա հետ կատարվում։ Եկեք այս ճառագայթը, այսինքն եկեք սա անենք։ Մի կողմում այս ճառագայթն եմ ուզում տեսնել, ինչ է լինում։ Այս կողմում, եթե այս ճառագայթը այսպես շարժեմ, եթե այս ճառագայթը այսպես շարժենք, ապա մինչև գանք հետ բոլոր կոմպլեքս հարթության բոլոր կետերի վրայով անցած կլինենք, եկեք հասկանանք, թե իրանց պատկերները ինչ կանեն։ Իրանց պատկերները
Ոնց որ երբ որ սա այսպես պատտվում է, այս պատկերը նույնպես միշտ մնալու է ճառագայթ, նոր վերևում տեսանք, պարզապես պատտվում է երկրկնակի արագությամբ։ Այսինքն, երբ որ սա այստեղ է, սա արդեն այստեղ է։ Երբ որ սա այստեղ է, ասենք այստեղ է, սա արդեն սենց անենք։ Չէ, հակառակը։ Այսինքն, սա կարտապատկերվի սրա վրա, սա կարտապատկերվի սրա վրա։ Երբ որ հասնենք սրան, սա կարտապատկերվի սրա վրա։ Ու նորից կպտտվեն։ Բանը նրանում է, որ այս ֆունկցիան z-ը գնում է z քառակուսի ֆունկցիան, c-ն արտապատկերում է c-ի վրա, բայց սա մեկը մեկի ֆունկցիա չի։ Եթե ուզենանք սրա հակադարձը դիտարկենք, արմատ z-ը, խնդիր է առաջանում, արմատ z-ը արդեն տեսել ենք խնդիր առաջանում, պետք է ինչ-որ ճյուղ վերցնենք։ Նրա մասին կարելի է մի քիչ ուրիշ ձև մտածել։ Իրականում կարելի է այս քառակուսի ֆունկցիան դիտարկել ոչ թե որպես c-ից c ֆունկցիա, այլ c-ից մեկ ուրիշ տեղ ֆունկցիա։ Եկեք սենց բան դիտարկենք։ Այս պատկերացրեք, սա այդ ճառագայթն է։ Երբ որ այս ճառագայթը այսպես մի հատ պտտվում էր, այս կողմում, ամբողջ հարթության վրայով անցնում ենք, բայց այդ նույն ընթացքում այս կողմում սա պետք է երկու անգամ պտտվի։ Եկեք սենց պատկերացնենք, առաջի անգամ որ հետ է գալիս, եկեք մտածենք այնպես, որ նույն տեղում չեն գալիս, մեկ ուրիշ շերտ ունենք, որ արդեն երկրորդ շերտով ենք սկսում պտտվել։ Այսինքն ամեն կետին, քանի որ այստեղ ամեն z-ը երկու z քառակուսի ֆունկցիան, ոնց որ մեկը երկուսի ֆունկցիա է։ Չէ, մեկը երկուսի ֆունկցիա չի լինում։ Երկուսը մեկի ֆունկցիա է։ Եկեք արժեքների տիրույթը դիտարկել, կարող ենք դիտարկել ոչ թե որպես c, այլ ոնց որ c-ի երկու շերտ, հա։ Բայց ինչ ձևի երկու շերտ։ Այդ երկու շերտերը, սա երկուսը մեկի ֆունկցիա է բացի 0 կետից։ 0 կետում իրար կապած են։ Այսինքն մենք իրան դիտարկելու ենք ոչ թե ասենք սենց երկու շերտ, ոչ թե երկու շերտ, որ 0-ին կապած են իրար, հա, այսինքն սենց ինչ որ սենց երկու շերտ։ Այլ իրան կարող ենք դիտարկել այսպեսի մի բան։ Եթե սենց նկարեմ, մի քիչ նկարելը դժվար է, սենց պտտվում է, հետո գալիս մի անգամ էլ է պտտվում, բայց երկրորդ պտույտից հետո գալիս է նույն տեղը։ Բայց սա անում ենք ոչ թե կորի վրա, այլ այս ամբողջ հարթությունը պետք է անենք։ Բայց ինքը երկրորդ շերտին որ գալիս է, եթե փորձեմ սա այսպես նկարել, ինքը հատվելու են սրանք իրար հետ, բայց չենք ուզում որ հատվեն։ Այսինքն ինչ որ սենց մի բան է, որ ինքը սենց երկու անգամ պտտվում է, երկրորդ անգամ էլի հետ է գալիս նույն տեղ, հա։ Այսինքն ինչ որ սենց տարածություն կարող ենք պատկերացնել, ու այդ տարածություն, որ եթե արժեքների տիրույթը փոխարինենք այդ տարածությամբ, որ c-ի փոխարեն, ապա կունենանք c-ից այդ տարածություն, ոնց որ ստա գրեմ երկու շերտ, բայց իրականում նենց չի, որ երկու հատ c ենք վերցնում, ապա այստեղ կունենանք մեկը մեկի վրա ֆունկցիա։ Հիմա եթե այստեղ փորձենք հիմա այս դեպքում սրա առավելությունը որն է, որ սա մեկը մեկի հակադարձելի ֆունկցիա է, սա ունի հակադարձ։ Ոնց որ հակադարձ ֆունկցիան էլ ինչ որ առումով արմատ z ֆունկցիան է։ Սա անուն ունի,
սա կոնկրետ սա չէ, բայց սա Ռիմանի մակերևույթ է, մակերևույթի տեսակ է։ Այս դեպքում մենք պարտապատկերում ենք կոնկրետ այս մի Ռիմանի մակերևույթից, հարթությունից, այս մյուս հատուկ տեսակի Ռիմանի մակերևույթ։ Ու այս դեպքում արդեն մեր z քառակուսի ֆունկցիան լինում է հակադարձելի։ Պարզապես, երբ որ փորձում ենք մեր հակադարձ ֆունկցիան, եթե ուզում ենք մեր հակադարձ ֆունկցիան լինի ոչ թե z-ից, ոչ թե այս նոր տիրույթից c, այլ եթե ուզում ենք մեր հակադարձ ֆունկցիան c-ից c լինի, ինչ պետք է անենք, այս երկու շերտերը, որ ունեինք, իրար վրա են պատկերացրեք, սենց զույգերով են գալիս այս երկու շերտերը, ամեն երկու իրար համապատասխանող կետից մեկը պետք է վերցնենք, հիմա եթե մեկը վերցնենք, անընդհատությունը կորցնում ենք, երբ որ պատտվում ենք հետ ենք գալիս, անընդհատությունը կորցնում ենք, այսինքն եթե ինչ-որ մի շերտի վրայով սկսեմ սենց շարժվել, երբ որ հետ կամ արդեն մի լրիվ պտույտ կատարեմ, հաջորդ շերտի վրա եմ հայտնվելու, դրա համար որպեսզի անընդհատություն ունենանք, պետք է ինչ-որ տեղից կտրենք։ Երբ որ խոսում ենք երկու դաս առաջ այդ ճյուղերի մասին, այստեղ էլ կարելի է ասենք ինչ-որ երկրաչափորեն պատկերավոր ձևով տեսնել, թե այդ կտրելը ինչի է առաջանում, հա, որովհետև իրականում z քառակուսին c-ն արտապատկերում է ոչ թե c-ի վրա ինչ-որ առումով, այլ այս Ռիմանի հարթության վրա, որը ասենց երկու հատ պտտվող բան է, երկու շերտ ունենք ամեն կետի վերևում, ու երբ որ ուզում ենք հակադարձ ֆունկցիա սահմանել, այս ամբողջ տիրույթից կարող ենք սահմանել, բայց եթե ուզում ենք ընդհանրապես մի հատ c վերցնել, մի շերտ վերցնել, ապա խնդիր է առաջանում, որովհետև ինչ որ կետից սկսենք, եթե անընդհատ փորձենք արտապատկերել, անընդհատ արտապատկերելով հետ են գալիս, ընկնում ենք ոնց որ տակի շերտի վրա, որպեսզի անընդհատությունը պահպանենք, պետք է ինչ որ մի տեղից կտրենք։ Նույն ձևով, ասենք եթե օրինակ դիտարկենք z խորանարդը, այստեղ արդեն կառաջանա 3 շերտ, որտեղ z խորանարդը z-ը արտապատկերում է z խորանարդը իրականում 3-ը 1-ի արտապատկերում է, բացի 0-ից, 0-ն մենակ մի կետ, 0 կետը մենակ կետն է, որ 0-ի վրա է արտապատկերվում, այսինքն այս դեպքում ոնց որ կունենանք սենց եռաշերտ c-ի տարբերակ, բայց ինչ ձև, ոնց որ սենց սպիրալային էլի կարելի է պատկերացնել, այսինքն սենց երրորդ շերտը, բայց երբ որ գալիս է ստեղ, արդեն սրա հետ համընկնում է։ Մենակ թե ոչ թե միայն եզրագիծը, այլ ամբողջ հարթությունը։ Վերջում պետք է սրանք մեկի համընկնեն իրար հետ։ Այստեղ էլ 3 անգամ արագ է պտտվում, որպեսզի հակադարձ կարողանանք սահմանել, կարող ենք, բայց էլ ինչ-որ միտեղից պետք է կընտրենք, որովհետև նույն շերտի վրա չենք ընկնում, երբ որ միած հենց անընդհատ ձևով փորձում ենք շարժվել, երբ որ փորձում ենք մի ամբողջ կտույտ կատարել, հետ են գալիս նույն շերտի վրա չենք հայտնվում։ Անընդհատություն պահպանելու համար, եթե ուզում ենք հակադարձ ֆունկցիա սահմանենք, ինչ-որ տեղից պետք է կտրենք։ Այսինքն այդ որ կտրում ենք ամեն շերտից ինչ որ հատվածներ ենք ստանում, որոնք նույն որ պրոյեկտ ենք հատում չեն ունենում։ Ոնց որ տրողում է դառնում շրջանագիծ։ Հա, կարանք ոնց որ հակադարձ ֆունկցիանի ընտրություն, դրա համար մի քանի հատ ունենք, ինչ որ առումով, հա, դա մենք տեսել էինք նաև այդ նախորդ ավելի ոնց որ կոնկրետ այդ քննարկման ժամանակ, բայց հա, այսինքն ես հիմա հասարեն ինչ ունեմ, մենք այստեղ 3 շերտ ունենք z խորանարդի համար, ուզում եմ հակադարձ սահմանեմ, բայց ուզում եմ իմ արդեն արժեքների սահմանման տիրույթը լինի ոչ թե այս Ռիմանի մակերևույթը, այլ ուզում եմ պարզապես լինի c-ն, ոնց որ եռաշերտ c-ի նման ինչ որ բան ունեմ, ինքս էլ եմ ասում, եռաշերտ ասել եմ մի քիչ սխալ է, որտեղ նենց չի որ 3 հատ իրարից անկախ շերտեր ունենք։ Այդ շերտերը ասենց իրականում ինքը մի շերտ ոնց որ լինի, բայց պարզապես հենց 3 անգամ պատտվում են։ Հիմա
Եթե ուզում ենք անընդհատ հակադարձ սահմանենք, կարևորն այն է, որ այնպիսի տիրույթ վերցնենք այս Ռիմանի մակերևույթից, որ ոչ մի կետի համար ոնց որ երեք նախապատկերները մենակ մեկը վերցրած լինենք։ Եթե ինչ-որ ձևով կտրում ենք, կարելի է ինչ-որ sense օրինակ ճառագայթով կտրել, բաժանել սա ինչ-որ երեք տարբեր մասերի, ինչ-որ մասերի բաժանել, ամեն մասը կարող ենք վերցնել ու ասենք սա կլինի հենց այն մասը, որը հետ ենք արտապատկերելու։ Իսկ այդ գրաֆիկորեն ասենք կտրում ենք ոնց է ստացվում բան։ Չեմ կարող պատկերացնել որ այն ու անընդհատ։ Այսինքն մենք վերցնելու ենք կարելի է մի շերտն ենք վերցնելու, բայց ոնց որ ամբողջովին չենք կարող վերցնել, հա։ Ну, Այսինքն հա, կարող ենք ասենք օրինակ վերցնել այսքան մասը։ Կարող ենք վերցնել այստեղից գանք, մինչև հասնենք հետ, բայց այս նույն կետից կար մի հատ էլ վերևում, այդ վերևի կետը էլ չենք կարող վերցնել։ իսկ որ ասացիք Riemann surface այդ սովորական Riemann-ի manifold-ների մասին չէ, այդ Riemann-ի մետրիկով դա ոչ բան է։ Դա ինչ որ բան կլինի, manifold կլինի։ Չնայած 0 կետում խնդիր է առաջանում։ Բայց Ну, ուզում եմ հասկանամ նույն գաղափարն է, թե տարբեր բաների մասին է չէ, խոսքը։ տարբեր է, որովհետեւ այստեղ ինչ որ կոմպլեքս բան ունենք, այստեղ կոմպլեքս կառուցվածք ունենք։ Իրական manifold-ները Իսկ դիտարկելուց մենք իրական կառուցվածք ունենք, նույնիսկ այստեղ կոմպլեքս կառուցվածք է ունենում։ իսկ իրա վրա մետրիկա սահմանելուց էլի ինչ որ արդեն հատուկ ձև պետք է սահմանենք, հա, թե ինչ։ Դե իրա վրա Ինչ մետրիկա անել։ սահմանել դժվար չի։ Հա, հա, լավ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Նույն ձևի, ասենք, եթե zn-ը դիտարկենք, ապա կունենանք n շերտ, հա։ Լավ, փաստորեն դա ոնց որ z-ի աշճանները, եկեք հիմա անցնենք էքսպոնենցիալ ֆունկցիային։ Սա իրեն ոնց է դրսևորում, եթե z-ի ներկայացնենք որպես x + y տեսքով, եթե իրական մասը ֆիքսենք, այսինքն եթե սա ֆիքսված է, ապա դա տարբեր x0-ների համար փաստորեն ինչեր ենք ունենում ենք այս x-ը եթե ֆիքսված է, տարբեր x0-ների համար ունենում ենք այս գծերը։ Իրանք ուր են արտապատկերվում։ Հիմա եթե x0-ն ֆիքսված է, ապա w-ն փաստորեն ինչ եղավ, եղավ a x0 գումարած y, սա եղավ a x0 անգամ a y։ Երբ որ y-ը փոխվում է, սա կամայական միավոր վեկտոր է լինում, կամայական միավոր կոմպլեքս տիպ է լինում, սա էլ փաստորեն ասում է, որ շարավիղը միշտ նույնն է, a x0 աշճան։ Այսինքն az ֆունկցիան սրանց արտապատկերում է շրջանագծերի 0 կենտրոնով։ Այսինքն ուղղահայաց գծերը արտապատկերում են 0 կենտրոնով շրջանագծերին։ Եթե հորիզոնական գծերը դիտարկենք,
Սրանց դեպքում ինչ է տեղի ունենում։ Սրանց դեպքում y-ը հավասար է y0-ն ենք ֆիքսում։ Այսինքն օմեգան լինում է y x անգամ y y0։ Սա ուղղությունն է ֆիքսում։ Սա էլ կամայական իրական թիվ է լինում, երբ որ x-ը փոփոխվում է։ Այսինքն կապույտ գծերը ինչ են դառնում։ Կապույտ գծերը դառնում են 0 կետից ճառագայթներ։ Նկատեք, որ կարմիր կապույտ գծերը իրար ուղղահայաց են, համ օրիգինալ նկարում, համ պատկերում։ Երկու տեղում էլ ուղղահայաց են, որ այդպես էլ պետք է լինի, եթե այստեղ ուղղահայաց էին սրանք, ուրեմն պետք է այստեղ էլ ուղղահայաց լինեն։ Անկյունները պետք է չփոխվեն։ Մի բան էլ նկատեք, որ 0 կետը չի մտնում, այսինքն ստանում ենք ճառագայթներ բացի 0 կետից, ճառագայթի եզրակետը չկա մեջ։ Մասնավորապես, եկեք նկատենք կամ հիշենք, որ եթե վերցնենք այնպիսի տիրույթ, որտեղ ոչ մի, այսինքն երբ նույն կետը կունենանք, որպեսզի նույն կետը ունենանք, մենք պարբերություն ուներ, չէ, y-z աշճանի ֆունկցիան պարբերություն ուներ, որն էր պարբերությունները 2pi թվի ամբողջ բազմապատիկները պարբերություն էին։ Այսինքն եթե այնպիսի տիրույթ վերցնենք, որ չկան այդ տիրույթում ոչ մի երկու կետ, որոնց կեղծ մասերը իրարից 2pi ամբողջ բազմապատիկով են տարբերվում, ապա մեր ֆունկցիան կլինի 1-1-ի ֆունկցիա։ Հա, այսինքն ուրեմն մեր y-z աշճանը 1-1-ի է կամայական տարածքում, որտեղ երկու կետ գոյություն չունեն, որոնց համար իրենց տարբերությունը 2pi ամբողջ բազմապատիկ է։ Ուրեմն ամբողջ թիվ անգամ 2pi։ Հետևաբար այս ձևափոխությունը հասկանալու համար ինչ որ առումով բնական է դիտարկել հորիզոնական շերտերը։ Եկեք հասկանանք, ասենց եթե ինչ որ հորիզոնական շերտ վերցնենք, ինչ է կատարվում դրա հետ։ Այսինքն, եկեք վերցնենք ինչպիսի հորիզոնական շերտ, այնպիսի հորիզոնական շերտ ենք ուզում, որ ֆունկցիան 1-1-ի լինի, այսինքն այդ հորիզոնական շերտի լայնությունը 2pi-ից պետք է չգերազանցի։ 2pi-ին պետք է չգերազանցի, այսինքն եկեք դիտարկենք ուրեմն մի հատ շերտ, այնպես որ y2 հանած y1-ը փոքր է կամ հավասար 2pi, եկեք դիտարկենք այդ շերտը, ու այդ շերտի ինչի կետերը, տեսնենք, թե իրանք ուր են արտապատկերվում։ Ուր արտապատկերվում են։ Եկեք սրանք։ Նոր վերևում տեսանք, որ ամեն մի հորիզոնական գիծ դառնում էր մի ճառագայթ։ Այսինքն այս կապույտ հորիզոնական գիծը կդառնա մի ճառագայթ։ Կարմիր հորիզոնական գիծը կդառնա մեկ ուրիշ ճառագայթ։ Երկուսն էլ նորից եմ հիշեցնում, այս 0 կետը չեն ներառում։
Այս արանքի կանաչ կետերներ ինչ կլինեն, իրանց անկյունը լինելու է այս երկու անկյան արանքում, այսինքն կունենանք այս տիրույթը։ Անկյունը ինչի է հավասար։ Այս ոնց որ տիրույթի անկյունը ինչի հավասար կլինի։ Դե անկյունները այստեղ կեղծ մասերով են տրված լինելու, այսինքն y1-ով y2-ով, երկուսով, այսինքն սա անկյունը կլինի y2-ից հանած y1։ Մասնավորապես ինչ ստացանք։ Ստացանք, որ օրինակ եթե վերցնենք y2 հանած y1-ը լինի π, ապա կստանանք բիեկտիվ արտապատկերում հորիզոնական շերտից ու պատկերը ինչ կլինի։ Եթե անկյունը եղավ π, եթե տարբերությունը եղավ π, այս երկու կարմիր կապույտ գծերի կազմած անկյունը կլինի π, այսինքն կունենանք կիսահարթություն։ Դուք նկատենք, որ խոսքը բաց տիրույթի մասին է։ Եզրագիծը չենք դիտարկում։ Այսօր եկեք այսքանով ավարտենք։ Հաջորդ անգամ երևի դասի կեսը կծախսենք կեսը չի, երևի 15-20 րոպե կծախսենք մի քանի օրինակի վրա, որ տեսնենք, օրինակ այս դեպքում փաստորեն ինչ ունեցանք, այս դեպքում տեսանք, որ սենց հորիզոնական օրինակ բանը կարող ենք արտապատկերել կիսահարթության վրա բիեկտիվ ձևով ու կարևորն է, որ անալիտիկ ձևով, այսինքն կոնֆորմալ ձևով հնարավոր է այս օրինակ հորիզոնական շերտը ձևափոխել կիսահարթության վրա։ Արդեն օրինակ տեսել էինք, որ կիսահարթությունը կարելի է ձևափոխել օրինակ շրջանի վրա։ Ոնց, եթե վերցնենք կոտորակային գծային ձևափոխություն, որ այս իրական առանցքը ձևափոխի այս շրջանագծի վրա, կիսահարթությունն էլ կձևափոխվի դիսկի վրա։ Այսինքն օրինակ հնարավոր է այստեղից կոնֆորմալ ձևի ձևափոխություն ունենալ։ Հաջորդ անգամ մի քանի ինչ որ ավելի ուրիշ տիրույթների օրինակներ կդիտարկենք ու արդեն կանցնենք կոմպլեքս ինտեգրման։